շանգրինի երբեք ոչ ոքի մի մեղադրիր եթե ցավիկները հարամ և տերևները ծառից թափվեն իսկ սրտումդ կրակը հնչի երբեք ոչ ոքի մի մեղադրիր եթե ցավիկները հարամ և տերևները ծառից թափվեն իսկ սրտումդ կրակը հնչի երբեք ոչ ոքի մի մեղադրիր արևը քեզ չփայլի և կյանքիդ օրերը խավարեն և զգաս սառնություն սրտիդ մեջ մի մեղադրիր ոչ ոքի երբեք թե ճամփից ցավիկներ չլինեն
վրա մեզ համար զոհվեց, ինձ և քեզ թողություն արգելեց, քանզի Հիսուսը մեզ սիրելով, մեր մեղքային մենացնելով, խաչի վրա մեզ համար զոհվեց, ինձ և քեզ թողություն արգելեց, ինձ և քեզ թողություն արգելեց. Տանց փառք տանք Տիրոջը ժողովուրդ ջան, թող Տիրոջ անունը փառավորվի, Տիրոջ շնորհքը թող մեզ առաջնորդի, բոլորիս ներսը հաստատի իր կամքի ճոխությամբ, որպեսզի Աստված փառավորվի ամեն բանի մեջ ժողովուրդ ջան։ Այսօր մեր նպատակը, մեր ներսի փափագը պիտի Աստծո ուզածը լինի, Աստծո կամքը լինի ժողովուրդ ջան։ Ես իմ ուզածովս չեմ կար Աստծուն փառավորեմ, ես իմ ուզածովս չեմ կար Աստծուն հաճելի գտնվեմ։ Դրա համար այսօր ուզում եմ Տիրոջմով սրտումս դրված Աստծո կամքի վրայով խոսալ, խոսքի վերնագիրը Աստծո կամքը իմ կյանքի մեջ։ Ես ունեմ այդ հաղորդակցությունը և արդյոք ես փնտրում եմ Աստծո կամքը, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եփեսացիս թուղթը այսպես ասում, որ ասում է ժամանակները ծախու առեկչար են։ Եվ անոր համար ասում է 5:17 անոր համար անմին մի լաքապա իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը։ Սա ուղղված է մեզ, ինձ և ձեզ։ Ասում է նայեք ժամանակները չար են, բայց այդ վիճակի մեջ, այդ իրավիճակի, այդ ժամանակահատվածի մեջ նայեք ինչ Աստված ուզում, ինչ է Աստծո կամքը։ Եվ մենք յուրաքանչյուրս ամեն բանից առավել պետք է որ նայենք, թե Տերը ինչ է ուզում իմ կյանքի մեջ անի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Գիտեք, Հռոմեացիս 12-րդ գլխի մեջ գրված է, որ Աստծո կամքը բարի է, հաճելի և կատարյալ է։ Աստծո կամքը, որ գալիս է մարդու կյանքի մեջ, այն մարդուն բերում է փոփոխություն և մարդը դառնում է Աստծուն հաճելի և մարդ կարող է Աստծո հետ մտերմանա։ Ամբողջ Աստծո գործը ծրագիրը սրանում էր կայանում, ինչն էր նպատակը, որ Աստված իր որդուն ուղարկեց, որպեսզի ես ու դու կարողանանք հաղորդակցվենք նրա կամքի հետ։ Ես ու դու կարողանանք ճանաչենք Աստծո կամքը։ Ես ու դու մտերիմ կապ ունենանք Աստծո հետ։ Նա միջնորդ եղավ մեր և Աստծո միջտեղ ժողովուրդ ջան, որպեսզի մեզ մոտիկացնի, որպեսզի մեր կյանքը լիարժեք Աստծուն հաճելի լինի, որտև գիտեք մեր մարդկային կամքը օտարացած էր Աստծո կյանքից և նա չէր կատարում Աստծո կամքը։ Հա մի խոսք, որ գրված է, ասում է հայրը, հա ես գնում եմ և որպեսզի քո կամքը կատարեմ։ Հիսուս Քրիստոսը հոժարվավ Աստծո կամքը կատարելու ժողովուրդ ջան։ Եվ Պետրոս առաքյալ այսպես է մեզի հորդորում 4:2-ը, առաջի Պետրոս 4 գլուխ 2 համարը, որպեսզի ալ ոչ թե մարդուն ցանկություններում պես, հապա Աստծո կամքի պես ապրինք մարմնի մեջ մնացած ատենը։ Մնացած ատենը դա խոսում է նրա մասին, երբ որ մենք գալիս ենք, հավատում ենք, ապաշխարում ենք և մեր սիրտը բացում ենք Աստծո առջև, ասում ենք այո Տեր, հավատարիմ կմնամ քեզ։ Եվ խոսք ասում է մնացած կյանքը թող քո ուզածովը չլինի, թող Աստծո ուզածով լինի։ Տեր ինչ է քո կամքը, Տեր ինչ ես ուզում իմ կյանքի մեջ, Տեր։ Գիտեք, սիրելիներ, Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ աշակերտներին սովորեցրեց աղոթք քանելու, մենք տեսնում ենք այնտեղ հայ մերը, երբ որ ասում էր, այնտեղ գրված է.
եւ թող քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Ես մտածում էի, երկրի վրա որտեղ։ Եվ ես հասկացա, որ երկրի վրա իմ ներսս, ամեն մարդ պիտի ասի, երկրի վրա իմ ներսս, թող քո կամքդ լինի Տեր, ինչպես որ երկնքում է։ Եվ երկնքում ինչպես Աստծո կամքը։ Նրանք, որ երկնքում Աստծո ձայնը լսում են, Աստծո խոսքը լսում են, երկնքում չի քննարկվում Աստծո խոսքը։ Չեն քննարկվում, տեսեն ինչ պիտի, ոնց է, ինչպես է։ Մի անգամից լսելով թեկուս հրեշտակները, կերով բեները, սերով բեները, երբ որ լսում են Աստծո խոսքը, նրանք ենթարկում են այդ խոսքին։ Եվ ես մտածեցի, որ երկրի վրա Աստծո կամքը սա է, որ իր խոսքը բնակվելով իմ ներսը, ես պետք է լսեմ եւ խոնարհվեմ իր խոսքին, որովհետեւ այդ խոսքն է իմ կյանքը ուղեկցողը դեպի Քրիստոսին։ Այդ խոսքն է, որ պիտի բացի ինձ Աստծո կամքը։ Մեր ուժերում չկա, որ մենք կատարենք Աստծո կամքը, ժողովուրդ ջան։ Մենք չենք կարող կատարենք Աստծո կամքը։ Աստծո խոսքը հետևյալն է ասում։ Եսայի մարգարեության 55-րդ գլխի մեջ այսպես ասում։ Ու 10 համարից կարդամ։ Վասս ինչպես անձրևն ու ձյունը երկնքեն կիջնեն եւ հոն չեն դառնար, հապա երկիրը կորոքեն ու զանիկա պտղաբեր արգասավոր կենեն, ցանողին հունդ եւ ուտողին հաց կուտան։ Հիմա 11 համարը ինչ ասում, իմ բերնես ելած խոսնալ այնպես պիտի լա, ինձի պարա պիտի չդառնա, հապա իմ կամքս պիտի կատարե, հաջողությամբ գործադրե այն բանը, որուն համար զանիկա ղրգեցի։ Եվ ահա իմ խոսքս, որ իմ բերանիցս դուրս է գալիս, նա որ գալիս է, երբ որ դու ընդունում ես, նա գալիս է Աստծո կամքը կատարելու, որտեղ իմ մեջս, իմ ներսումս պիտի կատարի Աստծո կամքը, եւ ես պիտի խոնարհվեմ ամբողջությամբ, եւ այստեղ խոսք ասում է, որ ժողովուրդ ջան, հաջողությամբ գործադրե այն բաները, որուն համար զանիկա ղրգեցի։ Գիտեք, մեր հաջողության գործադրելը որն է, երբ որ մենք խոնարհվում ենք եւ համաձայն ենք Աստծո կամքի հետ ամբողջությամբ, եւ ասում ենք Տեր, թող քո խոսքը գործ անի իմ կյանքի մեջ, եւ այդ ժամանակ իրականում իմ կյանքի մեջ հաջողությամբ գործադրվում է, որն է դա, որ իմ ներսի փոփոխությունն է գալի, որ իմ ներսը փոխվում է, ես գնալով նմանվում եմ Քրիստոսին, ինչպես Պողոս առաքյալն էր ասում, արդ մեզ նմանվող եղեք, ինչպես մենք հալ Քրիստոսին, ինչպես էր նման Պողոսը, Պողոս առաքյալը նման էր, որ այդ խոսքը կյանք էր դարձել իր ներսում, Աստծո կամքը բնակվում էր, հոգևոր մարդ էր, նա փոփոխություն էր ապրել, գիտեք, եւ միշտ հոգևոր մարդու նպատակ Աստծո կամքն է, եւ նա ասում է, որ ես չդադարեցա ձեզի ամբողջ Աստծո կամքը հայտնելու, ամբողջ Աստծո կամքը սովորելու, ես չդադարեցա, իմ նպատակս, իմ ամբողջ ծառայության նպատակը ձեզ Աստծո կամքը փոխանցելն է, եւ ես դա արեցի, Պողոս առաքյալ ասում է, ժողովուրդ ջան, ընտրությունը մեր կողմն է, այսօր շարունակվում է, այսօր Աստված իր ծառայողների միջոցով փոխանցում է իր կամքը, իր խոսքը, ընտրությունը մեր կողմն է, համաձայնությունը մեր կողմն է, մենք կարող ենք արգել հանդիսանանք, մենք ենք պատճառը դառնում, գիտեք, այդպեսի մի համար կա գրված Գործք առաքելոցի մեջ, ուրեմն այսպեսի համար կա գրված, եկեք կարդանք 13-րդ գլխի մեջ, երբ որ Պողոս առաքյալը այդ ծառայության մեջ էր, «46 համարը, Գործք առաքելոց 13:46 համարից։ Այնադեմ Պողոս եւ Բարնաբաս համարձակեցան ու ըսին. պետք է առաջ ձեզի խոսեինք Աստծո խոսքը, բայց որովհետեւ դուք զանիկա կմերժեք ու ինքզինքնիկ հավիտենական կյանքի արժանի չեք սեպե, ահա մենք հեթանոսներին կդառնանք։ Պետք էր որ առաջ ձեզի խոսեինք։ Եկել էինք որ Աստծո խոսքը խոսեինք ձեզի, բայց դուք մերժեցիք։ Դուք ինքներդ ձեզ արժանի չսեպեցիք։ Ոչ թե Աստված չսեպեց ձեզ արժանի, Աստված արժանի սեպել է, Աստված բոլորին հավասարապես սիրել է իր որդու Հիսուս Քրիստոսի միջոցով, հայտնելով իր կամքը ինձ ու քեզ յուրաքանչյուրիս։ Մենք ենք մերժում եւ անարժան
համարում մեզի հավիտենական կյանքի եւ նրանք չընդունեցին խոսքը եւ նրանք դարձան հեթանոսներին եւ հեթանոսներին խոսացին այդ խոսքերը եւ հեթանոսները ուրախությունով լեցվան եւ ասում գրված է կփառավորեին այդ խոսքը Աստծուն կփառավորեին այդ խոսքը որ գալիս է մեր կյանքի մեջ նա ոչ միայն ասոքանքն է կատարում այլ փառավորում է Աստծուն մեր ներսից ժողովուրդ ջան Մենք շատ անգամ ուզում ենք երկրպագենք ու փառավորենք Աստծուն, բայց առանց իր խոսքի, առանց իր կամքի, առանց իր Սուրբ Հոգու առաջնորդությամբ չի լինի դա ժողովուրդ ջան, ոչ թե ուժով է, ոչ թե զորությունով է, ապա հոգիով է ասում է զորքերի Տերը։ Սա այսպես է ժողովուրդ ջան, եւ մենք պետք է խոնարհվենք եւ ամբողջությամբ համաձայնվենք, որ իրականում եթե ես ուզում եմ Աստծուն հաճելի գտնվեմ, պետք է Աստծո կամքը կատարեմ, իմ ներսումս կատարվի, իմ նպատակը սա պիտի լինի, ես խոնարհվեմ Եվ Տերը գործի իմ կյանքի մեջ Չլա որ Պողոս առաքյալը ինչ որ ուզեք զայն ընեք Այդպես չի Եթե մենք գալիս ենք Աստծուն Մենք պիտի մերը թողենք ժողովուրդ ջան Մեր եղածը Ադամից ինչ որ ժառանգել ենք Դա պիտի թողենք Դա պիտի մերժենք Եվ Աստված իր խոսքի միջոցով Լուսավորելով մեր ներսը Նա հասկացնում է մեզի Որպեսզի մենք գիտակցաբար հրաժարվենք, թողենք այդ ամենը, որպեսզի Աստծունը ձեռք բերենք։ Այդպես է Պողոս առաքյալը ինքը իր կյանքի օրինակից ասում է, ինչ որ ինձի օգուտ էր, ինչ որ ինձի շահ էր, ես ասում եմ Քրիստոսի համար դա վնաս սեպեցի, թողեցի, ամեն բան աղբ համարեցի, ինչն էր նպատակը, որ Քրիստոսին ունենամ։ Ժողովուրդ ջան, չենք կարող միաժամանակ մեր ուզածով քայլենք, մեր հասկացողությունով քայլենք եւ ձեռք բերենք Աստծո ուզածը։ Մենք պետք է թողենք այս ամենը եւ դրա համար ժողովուրդ ջան շատ կարեւոր է։ Տեսեք, Պետրոս առաքյալը ասում է, մնացած ատենը պետք է ապրենք Աստծո կամքովը, Աստծո ուզածովը։ Եկեք նայենք մեր անձերին եւ խոսք ասում է, քննիր քո անձը արդյոք հավատքի մեջ ես։ Հավատքը մեզ ուղեկցում Աստծո կամքին։ Հավատքը ուրիշ տեղ չի ուղեկցում։ Հավատքը դա Աստծո խոսքն է եւ Աստծո խոսքը մեզի ուղեկցում է Աստծո ուզածին եւ Աստված ավելի շատ մտահոգված է մտադրված է մեր ներսը իրա կամքը կատարի մեր ներսում որովհետեւ գիտեք ինչն է պատճառը որովհետեւ Աստծո կամքը մեզ ավելի ամրապնդում է հաստատում է մենք ամուր ենք կանգնում որովհետեւ այդ կամքը զորավոր է մեր ներսում այդ խոսքը փառավորը ժողովուրդ ջան այդ խոսքն է որ պահելու է մեզի ցանկացած իրավիճակի մեջ թե դու զորավոր ես թե դու նեղության մեջ ես թե դու պատերազմի մեջ ես թե դու ինչ վիճակի մեջ ես այդ խոսքն է որ գալու է եւ բժշկելու է այդ խոսքը ասում է Քանի որ դու իմ խոսքը պահեցիր, քանի որ դու իմ կամքին հոժարվար, ես է քեզ պիտի պահեմ այն մեծ նեղության ժամանակ, որ գալու է ողջ աշխարհի վրա։ Գիտեք, սիրելիներս, Աստված յուրաքանչյուրիս այսօր ուղեկցումը, որպեսզի մենք կարողանանք ավելի խորապես հաստատվենք Տիրոջ կամքի մեջ։ Տեսեք, ինչա ասում խոսքը, ես համարները չեմ կարդում ժամանակի պատճառով, բայց կասեմ, Մատթեոս ավետարանի մեջ 7-րդ գլխի 21 համար այսպես ասում. Ամեն Տեր կանչողը չի մտնելու երկնքի թագավորությունը, հապա իմ հորս, իմ երկնավոր հորս կամքը կատարողները պիտի մտնեն, ժողովուրդ ջան, եւ սա ինձ մտածելու տեղ է տալիս, եւ սա բոլորիս մտածելու տեղ պիտի տա, որովհետեւ նույն զուգահեռ համարով եթե կարդանք Եբրայեցիս 10-րդ գլխի մեջ այսպեսի համար կա գրված, տեսեք, վասնզի պետք է ձեզի համբերություն, որպեսի Աստծո կամքը ընելով խոստումը վայելեք, խոստումը դա հավիտենական կյանքն էր, որ Աստված իր որդիով մեզի խոստում տվեց, որ դու եթե հավատաս, հավիտենական կյանք ունենաս, բայց այդտեղ խոսքը ասում է, ձեզ պետք է համբերություն, որ երկրի վրա Աստծո կամքը կատարելով հետո խոստումը վայելեք, այսինքն ամեն նա չի որ Տեր կանչում է եւ մտնի երկնքի թագավոր, այսինքն ինչ աստեղ նշանը, ամեն Տեր կանչելը սա է, ամեն մարդ կարող է Տեր կանչի եւ իր ցանկությունը կատարի, բայց Աստծո կամքի մեջ ապրողը, Աստծո կամքի մեջ եղողը, նա չի կարա իր ցանկությունը, Աստծո կամքը կյանք է, ժողովուրդ ջան, եւ նա ապրելով մեզի պիտի ուղեկցի միայն Աստծո սրբությանը։ Ինչ է Աստծո կամքը այսօր մեր բոլորիս հանդեպ եւ Աստված ինչ է պահանջում մեզանից, որպեսզի մենք լինենք, ժողովուրդ ջան։ Տեսեք, առաջի Պետրոսի մեջ առաջի գլխի 15 համարը հետեւյալն ասում.
Հապա ձեր կանչող Սուրբին պես դուք ալ Սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներում մեջ, վասնզի գրված է Սուրբ եղեք, քանզի ես Սուրբ եմ։ Սա Աստծո կամքն է, ժողովուրդ ջան։ Աստված ասում է, եթե դու հոժար ես իմ կամքի հետ, եթե դու ուզում ես ապրես, դա մենակ նա չի, որ դու ասում ես համաձայն եմ, բայց նա գալով մեր կյանքի մեջ մեր կյանքը փոխում է դեպի սրբության, որպեսզի Աստծուն հաճելի լինենք, ինչպես Աստված այստեղ պատվերում է, որ Սուրբ եղեք, քանզի ես Սուրբ եմ ձեր բոլոր վարմունքների մեջ։ Եկեք քննենք մեր անձերս, եթե մեր ինչ որ վարմունքը Սուրբ չի, մենք պիտի ապաշխարենք, ժողովուրդ ջան։ Եվ սա Աստծո կամքն է։ Կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր հայրն էլ է կատարյալ։ Այդպես նոր ուխտում գրված է Մատթեոս ավետարան 5-րդ գլխի 48 համարի մեջ։ Եվ Աստված ուզում է յուրաքանչյուրիս, որպեսզի մենք ձգտենք դեպի սրբությանը, որպեսզի Սուրբ լինենք։ Ահա Աստծո կամքը, ահա Աստծո խոսքը։ Երբ որ մենք հոժարվում ենք, ժողովուրդ ջան, սա Սուրբ Սա մարդկային ցանկությունները չի իրագործվելու, մարդկային ցանկությունները չի կանում մարդուն սուրբ դարձնի, մենակ Աստծո խոսքի հայտնությունը կարա դարձնի։ Տեսեք, մյուս տարբերակը, որ գրված է, ես ուզում եմ կարդամ այս համարը, Կողոսացիս թղթի մեջ է, Կողոսացիս առաջի գլուխ, տեսեք ինչ Աստծո կամքը նաև մեզ համար։ Առաջի գլուխի 9 համարը, տեսեք ինչ ասում ստեղ խոսքը։ Անոր համար մենք ալ այն օրեն, երբ լսեցինք, չենք դադարի ձեզի համար աղոթել ու խնդրանք մատուցանել, որպեսզի կատարյալ ըլլակ անոր կամքին գիտությունովը, լեցվիկ իմաստությունով ու հոգևոր հանճարով, որպեսզի դուք Տիրոջը արժանի կերպով քայլեք եւ ամեն բանի մեջ զինք հաճեցնեք բարի գործերով, պտղաբերիկ ու աճիկ Աստծո գիտությունովը։ Տեսեք ստեղ խոսքը ինչ ասում, որ Աստծո կամքի գիտությունը կատարելության գա մարդու ներսը, որպեսզի նա ամրապնդվի եւ հաստատվի, որ մարդը Աստծուն արժանի կերպով, Աստծո առջև արժանի կերպով քայլի։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, եթե մարդը Աստծո կամքի հետ հաղորդ չի, չկա Աստծո կամքը, Աստծո ցանկությունը, խոսքը իր կյանքի մեջ, ինքը չի կարող Աստծո ուզածի համեմատ քայլի, ժողովուրդ ջան։ Գիտեք ինչ, անպատճառ ինքը կարողանում է իր մարդկային ցանկությունները ներդնի եւ ուղեկցի։ Հիմա մի հատ բան եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, տեսեք, հետաքրքիր է, ես վերջերս կարդում էի եւ այդտենց ուշադրությունս ուղղակի կանգ առավ այդ խոսքի վրա, ես չեմ կարդում, դա գրված առաջի թագավորացի մեջ, ինչքան հիշում եմ 16-րդ գլխի մեջ է։ Եվ այսպես է գրված, ասում է, երբ որ Սավուղը պրոբլեմ ունեցավ, ժողովուրդ ջան, երբ որ պրոբլեմ ունեցավ, երբ որ ինքը կարիք ուներ, ինչ որ մեկը պիտի գար, որ քնար, զարներ, եւ իրան ասեցին Հեսեի որդին Դավիթը, երբ որ Դավիթին բերեցին, ասում է, Դավիթին սիրեց։ Եվ Դավիթը ասում անոր արչև շնորհ գտավ եւ ինքը մարդ ղրգեց, ասում է, գնացեք Հեսեին ասեք, որ Դավիթը ինձ հաճելի է, այստեղ պիտի մնամ։ Եվ հետաքրքիր է, ես մտածում էի հաջորդ մյուս տարբերակը եւ ուզում եմ մի երկու խոսքով սա ասեմ, ժողովուրդ ջան, տեսեք։ Եվ եկավ պարագա, որ մի որոշ ժամանակ հետո Դավիթը որ մտավ պատերազմի դաշտ եւ գալիս էր եւ ինքը իր բերնով բան չասեց Սավուղին, որ ես քեզնից լավն եմ։ Ընդ ժողովուրդ ասեցին, որ Դավիթին բյուրավորները, Սավուղին հազարավորները։ Եվ այդ պահից ասում է սկսեց Սավուղը ծուռ աշկով նայել Դավիթին եւ իր սուրը ուղեց Դավիթի վրա։ Հիմա պատկերացրեք ժողովուրդ ջան, եւ ես մտածում եի, ասում եմ, տեսեք, Աստծո կամքը միթե այսպես է։ Ուշադիր նայեք ժողովուրդ ջան։ Աստծո կամքը այսպես չի, որ եթե այսօր մի եղբայր ինձ ձեռ է տալի, օգուտ է տալի ինձի, ես իրան այդ պահին սիրում եմ, հարգում եմ եւ ինձ հաճելի է եւ իշան պահում եմ, բայց մի որոշ ժամանակ հետո կարող է այդ եղբորը ասեն, գիտես դու հոգևոր ես, ավելի հոգևոր ես, դու ավելի շնորհքով ես եւ սկսեմ այդ եղբորը ծուռաշկով նայեմ, թե դու ինձնից ավելի լավն ես, ասենք, եւ իմ սուրս ուղեմ եւ հալածեմ այդ եղբորը։ Ոնց կար Աստծո խոսքը այդպես լինի։ Աստծո կամքը, Աստծո սերը, ասում է Իրանը չի փնտրում։ Եթե այդ պահին ինքը դու սիրեցիր, ուրեմն սիրելու ես նաեւ այն ժամանակ, երբ որ ինքը բարձրանում է հոգևոր դաշտում։ Իսկ բարձրացնողը դա մարդը չի, դա Տերն է բարձրացնողը։
Եվ Աստված ուզեցավ, որպեսզի Դավիթը թագավոր լինի, եւ Աստծո կամքն էր դա, Սամվելին ասեց գնա օծի։ Հիմա միտեղ Սավուղը ինչի սիրեց, որտեվ իրեն օգուտ էր, երբ որ չար ոգին գալիս էր, նախապում էր կնարը եւ ինքը հանգստանում էր։ Գիտեք, ինչ որ ասենք չի հոգևոր դաշտի մեջ Ժողովուրդ ջան, որտեղ ես օգուտ ունեմ, ինձի լավ է, այդտեղ հարգանք սեր կա, իսկ որտեղ որ ինձի նեղում են, այդտեղ հարգանք սեր չկա, այլևս կորում է։ Եվ ես կարողանում եմ իմ ցանկացած իրավիճակի մեջ իմ սուրս ուղեմ, ասենք իմ եղբորս դեմ, դա այդպես չի, Ժողովուրդ ջան։ Տերը թող օգնի մեզի, որպեսզի մեր սերը անաչառ լինի բոլորիս հանդեպ, մեկս մեկիս անկեղծությամբ սիրենք։ Աստծո կամքը անկեղծ է, Ժողովուրդ ջան, եւ չնայենք մնացած բաներին, թող Տերը ուղեկցի եւ հաստատի մեզի, որ այս բաների մեջ ոչ թե իմ ասածս պիտի լինի հոգևոր դաշտում, այլ Տիրոջ ասածը պիտի լինի հոգևոր դաշտում։ Տիրոջը կամքը պիտի լինի։ Շատ անգամ մենք ասում ենք Տեր թող քո կամքը լինի, բայց եկեք խոստովանվենք մեր սրտերի մեջ, մենք լավ է մեր կամքը կատարում ենք հետո։ Տերը թող ողորմություն անի մեզ, Ժողովուրդ ջան, ավելի խորապես հասկացնի, որ Տիրոջ կամքն է, որ մենք սուրբ լինենք, եւ Տիրոջ կամքն է, որ մենք իր հետ արժանի ձևով քայլենք։ Եվ Աստծո կամքն է Եփեսացիս 5-րդ գլխի 27 համարի մեջ ասում է, որպեսի եկեղեցին իր արժե փառավոր կեցնե, ասում է, որպեսի անբիծ ու անարած լինենք, անբիծ ու անարած։ Սա է, Ժողովուրդ ջան, եւ գրված է երկինք անմաքուր բան չի մտնելու։ Ահա Աստծո կամքը, Աստծո խոսքը, որ գալիս է մեր կյանքի մեջ, որ մեզի կատարյալ անի անբիծ անարատ, որպեսզի մենք կարողանանք երկինք մտնենք, Ժողովուրդ ջան, այնտեղ անմաքուր բան ասում է չի մտնելու երկինք, որովհետև Աստված սուրբ է եւ Աստծո ներկայության մեջ բնավ խավար չկա։ Եվ մեր ներսն է պիտի լինի այդպես, բնավ խավար չունի։ Ես չգիտեմ, Ժողովուրդ ջան, շատ անգամ մենք մեզի խանգարում ենք, շատ անգամ ես ինձի խանգարում եմ եւ արգելք եմ հանդիսանում։ Եկեք այսօր սրտանտ ընդունենք խոսքը, եկեք խոնարհվենք Աստծո առջև, եկեք քննենք մեր անձերը, որտեղ սխալ եմ, զղջամ Աստծո առջև, որտեղ ասենք թերություն վրիպում եմ թողել, զղջամ Աստծո առջև, Տեր փոխիր իմ կյանքը, փոխիր, ես քո առջևդ եմ, Տեր Աստված։ Գիտեք, հաշիվը, դատաստանը սա է, Ժողովուրդ ջան, այսինքն մարդը, որ մեղավոր կյանքով ապրե եւ գալիս է եկեղեցի ապաշխարության, ինքը հաշիվ չի տալու այդ մեղքերի համար, որտեղ այդ մեղքերով երբ որ գալիս է մարդը խոստովանվում է սպասավորի առջև եւ նա վերցնում այդ խոստովանությունը, չէ, եւ աղոթում են եւ Տեր Հիսուս Քրիստոսը հավատալով ներում է, բայց երբ որ ինքը առաջնորդվում է, գալիս է եւ հասնում է մկրտության, այնտեղ ինքը խոսք է տալու, որ ես հավատարիմ կլինեմ մինչեւ կյանքիս վերջը, եւ ահա թե մարդը հավատարիմ չի գտնում, սա է դատաստանը, այստեղ պիտի մարդը հաշիվ տա, որ հավատքի կյանքի մեջ որ ճիշտ չի ապրում, Աստծո կամքով չի ապրում, սա է հաշիվը, Ժողովուրդ ջան, որ Աստված ասում է դատաստանը իմ տնից պիտի սկսեմ, ինչի, որովհետեւ ճիշտ չեն ապրում, որովհետեւ բաներ կա, որ ես չեմ ուզում, բաներ կա, որ ես ուզում եմ մաքրվի իմ ժողովուրդս, որովհետև դրանցով երկինք չի կարա մտնի, եւ դրա համար այսօր ժամանակն է, այսօր ամեն մի ժամը մեզ համար թանկ է, ամեն մի ժամը ոսկի է մեզ համար, Ժողովուրդ ջան, ինչի, որովհետև մենք ապաշխարության ժամանակ ունենք, Ժողովուրդ ջան, դարձ ապրելու ժամանակ ունենք, բայց մահից հետո էլ ապաշխարություն չկա, վերջ, մնում է մենակ դատաստան։ Դրա համար Տերը թող ողորմություն անի, եկեք Աստծո կամքը փնտրենք, խոնարհվենք, ապաշխարենք ու Աստծուն հաճելի գտնվենք։ Տերը թող օրհնի, ամեն։ Կանգնենք աղոթքի։